Ջեն։ Ջեն, ես ինչ ա։ Թոմ փրկի ինձ խնդրում եմ։ Ես իսկականից խփում ա։ Խեղտում ա։ Իշելիս իմ սրտի մեջ ասես արիթմիա սիրելիս այս կյանքում ինձ ապրելու արիթմիային սերն է քո որ տրվել է ինձ վերևից որ զատեմ սպիտակներն իմ սևերից քեզ իշելիս իմ սրտի մեջ ասես արիթմիա Սիրելիս այս կյանքում ինձ ապրելու արիթմիային սերն է քո որ տրվել է ինձ վերևից որ զատեմ սպիտակներն իմ սևերից Ջենի օնլայն խանութ, բարև ձեզ։ Այսինքն դուք սպիտակն եք պատվիրել ու առաքիչը կապույտն է մոտեցրել, ճիշտն ասած նման դեպք առաջին անգամ ա լինում։ Էլի մեր մոտից։ Ուրեմն երկրորդ անգամն է։ Հիմա ֆելյակ ենք անում, գնացինք, դե ինչքան կարաս պիտի վերև, հիշում ես չէ ոնց էր։ Հա, դե ուրեմն ինչքան կարաս վերև կտրնես, ես քեզ կպահեմ։ Հա, պահել եմ, չվախենաս։ Գնաց։ Τρի։ Թոմ։ Քո համար նոր գործ եմ գտել։ Ես քո գտած գործերից արդեն վախենում եմ։ Ինչի համով ես։ Բավատես է օնլայն գիմնաստիկա պարապեն, որ ես եմ պարապ։ Օնլայն գիմնաստիկա ես ասում։ Համբի։ Հայկական վարտիքի գովազդ են նկարում ու իրանց շատ սիրուն տղա է պետք։ Փորի կուբիկով, բան։ Իսկ ինձ որտեղից փորի կուբիկ։ Թոմ, սա հայկական վարտիքի գովազդ, այստեղ փոր ա պետք։ Ես կյանքում վարտիքի գովազդի մեջ չեմ նկարվի։ Թոմ, չեղավ, մի բան արա, մի քիչ շարժվի, հետաքրքիր ձևով եղի։ Հետաքրքիր ձևը որն է, Ջենի։ Չգիտեմ, օրինակ, նայ, սենց, կամ սենց, կամ Շուտ արա սառեցի։ Եթե քեզ ընտրեն 800,000 դրամ կտան, վատա։ All my lonely days are over and my nights are filled with joy. All those lonely days have gone away and my heart's like a little toy. Դե ոչինչ լավ հիմա տղայա կմեծանա կմոռանա սառը թռչոց դրեք կանցնի։ Կարևոր ուղիղ ցնցում չի ստացել։ Ստացել է։ Դե լավ կարևորը հիմա վիզը չի ջարդել։ Ջարդել է, հա։ Դե լավ հիմա կարևորը չի մեռել, չէ։ Այո, ընդունում եմ։ Պատճում եմ։ Երեխուն։
Թոմ, հարմար է միակ բան ասեմ։ Չէ։ Լավ, որ հարմար չի կասեմ։ Մեկ ուրեմն սպիտակ գլխարկեր պատվիրել, պահեստում չունեինք, կապույտ ուղարկեցինք։ Զանգեց վրես գորգռումը, ասում է ես ձեզանից սպիտակն եմ ուզել, ինձ ինչի է կապույտ ուղարկել։ Ես էլ ասեցի, հեսա ձեզ տարբեր գլխարկների նկարներ ուղարկեմ, դուք ընտրեք որն եք ուզում։ Մեր չեխոլ ուղարկիչ, թող հանգստանար, էլի շատ են իրաց բան արել։ Տենց էլ արեցի։ Համարյա տենց էլ արեցի։ Թոմ, քո տկլոր նկարներն եմ ուղարկել։ Պատահաբար։ Իշտ կլոր, կարագիր։ Հիմա պատմեմ, թե ոնց ծանոթացա Ջենի հետ։ Իմ համար տունը նստած եմ, սենց ոտքերը սիրում վերևում դրած, մեկ էլ ինչ խելքից փչեց, ասեցի մարզը։ Ձեր մարզը սրայի պայմաններին կծանոթացնեք։ Այ եթե դուք հիմա այստեղ լինեիք, ես ձեզ շատ համեղ սուրճ կհյուրասիրեի։ Ասի կարող ա գաք։ Չէ, էլի, եթե հնարավոր է պայմաններին ծանոթացրեք։ Դրանից հետո կարող եք անսահմանափակ մարզվել, անսահմանափակ կարող եք։ Անսահմանափակը գիտեք, չէ՞ որն է։ Հա, անսահմանափակ կարող եք օգտվել մեր լողավազանից, դրանից հետո էլ կարող եք անսահմանափակ մեր դուշի տակ լողանալ։ Կներեք, իսկ տենց մարդ կա, որ գա անսահմանափակ լողանա։ Դուք կլինեք այդ մարդը։ Կարող եք հենց հիմա on-line վճարել, հետո արդեն երբ հարմար լինի, գաք մարզվեք։ Հաշվի կառնեմ։ Մի ժամից։ Ինչ է մի ժամից։ Մի ժամից այստեղ կլինեք։ Ես դες ման չասեցի, պիտի մտածեմ հələ։ Դե մի ժամից կգաք, որ միասին մտածենք, լավ։ Եթե նույնիսկ մեզ մոտ չուզենաք մարզվեք, ես մի հատ ուրիշ տեղ կասեմ, կգնաք այնտեղ կմարզվեք։ Դե ձեր անունը ասեք, որ գրանցեմ։ Անունս Թովմաս է, բայց պետք չի գրանցել։ Թովմաս։ Թովմաս այսինքն Թոմ։ Ոչ հետաքրքիր ստացվեց։ Ես էլ Ջենին եմ։ Թոմը Ջենի էլի։ Այ հասկանում եք, որ մեզ մոտ պիտի մարզվեք, սա շատ լավ նշան էր։ Հիշում եք, չէ՞ այդ մուտը։ Նախ ընդեղ Թոմը Ջերի է, հետո էլ Ինչ տարբերություն, Ջերի, Ջենի։ Կարևորը դուք Թոմն եք ու Թոմը պետք է մարզվի այնտեղ, որտեղ Ջենին է։ Իսկ Թոմի Ջերիի մեջի շոուն էլ է ձեր մոտ պարապում։ Թոմ։ Թոմ։ Ալո։ Ալո։ Թոմ։ Թոմ։ Այ կամ դու։ Իզուր ես քան խոսացի։ Ալո։ Թոմ, Ջենինը։ Ջենի։ Տենց էլ չկար հա մեր մոտ մարզվելու, գիտես ինչքան եմ սպասել։ Իհարկե կներես, որ դու իանցա։ Ես գրիժաուն եմ, չեմ ուզում մարզվել։ Լսի, ես մեր տնօրենի հետ խոսեցի, ասեցի սենց մի հատ տղա կա, շատ ա ուզում մարզվի, բայց գումարից մի քիչ խեղճանում ա։ Ես եմ խեղճանում։ Վայ մինչև վերջ լսի, հա, քո համար եմ արել։ Ինքն էլ ասեց 10% զեղչի թող անպայման գա մարզվելու։ Որտեղ է ձեր ջիմը։ Կոմիտաս, դու որտեղ ես ապրում։ Ծոր 1:24 րոպեոտ։ Հենա կպած ավոտի ճամփա է։ Չէ, չեմ ուզում։ Ուզում հեռու լինի։ Ինչի։ Որ ամեն անգամ ալարեմ չգամ։ Ալո։ Օրինակ հիմա չէիր ուզում մտներ մեր լողավազան լողայր։ Այս հեռախոսս էլ ափսոս է։ Հələ մի վարքան միջարտի տնօրենի հետ խոսամ, տեսնեմ, կարան քեզ հեռախոսի դիմաց մի տարվա փաթեթ տանք։ Մի րոպեից հետ եմ զանգում, լավ։ Քո հեռախոսը ինչ էր։ Վայ, ես ինչ խոճիչ տեղ ես ապրում, մինչև տանտեղը գտա հոգիս դուրս եկավ։ Բարև ձեզ։ Ասում եմ բարև ձեզ։ Այ դու Ջենին եմ, այսօր 10 անգամ բարևել ենք իրար։ Ինչ հետաքրքիր բան է, չէ՞ մարդու ձայնը։ Օրինակ, որ դեռ քեզ չէի տեսել, մենակ հեռախոսով էի խոսել, քո ձայնը քո մասին արդեն ամեն ինչ պատմել էր։ Հենց հիվանդոտ էլ քեզ պատկերացնում եմ, ինչ պարապելուց է։ Այս ամաններ ինչ ես սենց կեղտոտ թողել։ Սրանց բորտի շատ ամովա։ Բայց այդ նորմալ է, որ վաճառքի մենեջերը գա մարդու տուն ու համոզի։ Ախր այդ դմբո, ես հո քեզ չեմ համոզում, որ դու փաթեթ առնես։
Ես Բայց ես այս սերիալներ չէի նայում։ Բայց դու չես էլ պատկերացնում, թե նստակյաց կյանքը ինչ վատ է անդրադառնում մարդու առողջության վրա։ Բա որ մեռնես, ես ինչ պատասխան պիտի տամ։ Քո մամային, պապային, քուր ախպեր տատի պապի ունես։ Կարող ես սերիալի ակցիա անել սենց ծախում։ Բայ դու հարցից պատասխանի։ Ամեն ինչ էլ ունեմ։ Բայց ոնց պիտի նայեմ քո այդ ամեն ինչ աչքերին։ Ճիշտ է, ես գրաֆիկ դիզայներ եմ, բայց ամբողջ օրը ոտի վրա եմ։ Բա չես ուզում այդ ամբողջ օրվա վազվզոցից հետո գաս մեր սաունայում ասահմանափակ չորանաս։ Լավ, մի ուզվի։ Ես եմ բան կմտածենք։ Մի բուժում կգտնենք քո համար։ Լսի Թոմ, եթե անկեղծ ոչ մեկ ինձանից փաթեթ չի առնում։ Ու եթե դու էլ չառնես, ինձ գործից կհանեն։ Թող քեզ չթվա, որ ես քեզ փաթեթ եմ վաճառում։ Ուղղակի սենց չպարապելով, որ գնաս ուր պիտի հասնես։ Համել, եթե մեր մոտից փաթեթ վերցնես, կարողա բոնուս էլ ստանաս։ Ու ես տենց էլ չհասկացա, թե ոնց գնեցի այդ փաթեթը ու ստացա բոնուս։ Ջենի։ Իմ ու քո ապրումները ոչ ոք չիմացավ, թե ինչպես ինչերով մենք անցանք, միայն դու իմացար, ցավը իմ խենթուկու, միայն ես հասկացա, թե դու ինչ ես զգում, իմ ու քո ապրումները ոչ ոք չիմացավ, և սիրո ճապրուկներ նավակվում էին անձայն, ու լքում ինձ ու քեզ թողնելով առանցին, թողնելով անիրար։ Ինչ ես քո նկարը, են էլ տկլոր ուղարկել իմ ընկերուհուն։ Մի րոպե ինչ ես վրա տալիս։ Ինչը մի րոպե։ Հարցից պատասխանի։ Ով է քեզ։ Մի րոպե։ Ջենի լարի։ Մարդուն էլ սենց լավություն անես ու սենց արձագանքի։ Հարգելիս այդ նկարը մենք որ ձեզ ուղարկել ենք, դա բոնուս էր։ Տկլոր նկարը բոնուս, հա։ Ճիշտ է, Ջենի, բայց տկլոր նկարի շնա բոնուս։ Մի րոպե Թոմ։ Մենք այդ նկարը ուղարկել ենք ձեր ընկերուհուն, որ ասի ինչ ձև պիտի նկարվեք ու ուղարկեք մեզ։ Երևի տեղյակ չի։ Դու չես ուզում կինոյում նկարվես։ Ինչ կինո։ Այս էլ մեր լավությունը։ Չես ուզում ուրիշին կառաջարկենք։ Չէ, մի րոպե, ուզում եմ։ Ինչ պետք է անեմ, քուրս։ Էլի տենց պետք է կիսա տկլոր նկարվեմ ուղարկեմ։ Ես իրանց կասեմ, դու կիսատկլոր կգաս, իրանք ինչ պետքա կանեն։ Լավ, ուղղակի չգիտեի, կներեք, ավել պակաս ներողություն։ Հա, մեկ էլ ընկերուհուդ կասես, որ են գլխարկը իրան ուղարկել ենք, իրան շատ սազում է։ Դու գիտես ոնց ասես այդ, հասկացար, չէ։ Հա, պրոբլեմ չկա։ Բայց գիտես թե ասի։ Չէ, գիտեմ։ Դե եթե խառնես, զանգի սխկասի։ Տեսար ոնց քեզ փրկեցի համավաս։ Բայց այդ կինոյի տակից ոնց ես դուրս գալու։ Ինչ կինո։ Կուղարկեմ թող Վարտիքի գովազդում նկարվի, շատ է իմանում Վարտիքի գովազդա թե ինչա։ Այդպես բան չանես, Ջենի։ Ինչի։ 50,000-ը կտանք իրան, թող գնա նկարվի, 750-ը կպահենք մեզ։ Ինչ վատ կլինի որ։ Մեկո դու առանձնապես մեծ շանսեր չունեիր էլ։ Այսով աղբել։ Կինոյի տղան։ Չի ուզել հա Վարտիկի։ Գովազդում նկարվի։ Ես էլ կինոյի աղջիկն ուղարկել։ Դե լավ էլի, ասա ինչ տարբերություն ինչ գույն է։ Կարևորը սիրումն է։ Ջենի, ոնց ինչ տարբերություն, ինչ գույն է։ Ասենք մարդը ինչ ուզում է, այդ ուղարկի։ Պետքա պարտադիր ապրանքդ սաղացնես մարդկանց վրա։ Թոմ, իրանց որ մնա, իրանք ոչ մի բան չեն առնի։ Ջեն,
Ինձ թվում է, մեր մոտ ոչ մի բիզնեսը չի ստացվի։ Ավելի լավ է թողես իմ գործով զբաղվեմ։ Իսկ ինձ թվում է կստացվի։ Ու պետք չի տենց նեգատիվ տրամադրվել, լավ։ Արի մենակ լավ բաների մասին մտածենք։ Յա՞մ։ Հետո ես արդեն քո համար նոր գործ եմ գտել։ Ես մի տեսակ սեր ուրիշ ձև եմ անցալում։ Ինձ չի բավարարում, որ տղամարդ ուղղակի սիրում է կնոջը։ Դրա համար ես ուզում եմ, որ Թոմը խելագարվի, խենթանա, գժվի իմ համար։ Ու տենց անի ամեն օր, ամեն վայրկյան։ Տենց։ Ինչ գործ է թե իհարկե գախնիկ չի։ Ես քեզանից գախնիկներ չունեմ։ Հոկեբանի գոր։ Ինչ։ Հոկեբանի օնլայն խորհրդատվություն։ Հոկեբանի օնլայն խորհրդատվություն։ Այդ ի՞նչ է։ Ես վստահ եմ քո ուժերի վրա ու հաստատ գիտեմ, որ քո մոտ ստացվելու է։ Իմիջայլոց կես ժամից քեզ քո առաջին պացիենտն ազանգելու։ Գնա պատրաստվի։ Ջենի ջան, մարդիկ տարիներով սովորում են, դրանից հետո հարցը կդառնան հոկեբան թե չէ։ Դու ուզում ես կես ժամում պատրաստվեմ։ Ես չեմ խոսա այդ մարդու հետ։ Ոնց չես խոսալու, փողը արդեն տվել են։ Մինչև ամուսնանալս ես գիտեի, որ ամուսնությունը տղայի ու աղջկա Instagram-ի նկարներից է։ Այն որ դիմացից աղջիկն է գնում, հետևից էլ տղան է նկարելով գնում։ Այդ դրանից էլի։ Ես գիտեի ամուսնությունը չունի աշխարհը քեզ նման, չկա չէ դու մի հատ ես աննման։ Երգա։